Իսկ որ պահին ձեզ համար ակնհայտ դարձավ, որ Արցախը ամբողջությամբ են կորցնում։ Դա բլոկադայի օրերն էր, թե ավելի մեծ մտահոգություն առաջացավ հենց Պրագայի հայտարարությունից հետո, մեծ մտահոգություն, որովհետև հեռանկարները այնքան մշուշոտ էին։ Այն ժամանակ ես նաև արտահայտվեցի, որ դու չես կարող Ղարաբաղի հարցը գցել Ռուսաստանի գրպանը։ Չես կարող գցել, այդպես չի աշխատում։ Չի կարող այս հարցը ծանր հետևանքներ չունենա։ Իսկ երբ որ ճանապարհը փակեցին այսպես կոչված էկոլոգները եւ ինձ համար հասկանալի էր, որ սա արդեն խնդրեմ է, որ վերջը ճանապարհը փակվելու է ամբողջությամբ եւ Ադրբեջանը նաեւ օգտագործելով այն հանգամանքը, որ Ուկրաինայում սկսվել է պատերազմը եւ Ռուսաստանը ավելի է կենտրոնացած այն հարցի վրա, Ադրբեջանը այդ հանգամանքից եւս պետք է օգտվի։ Եվ օգտվեց։ Մենք այդ առիթը չպիտի տայինք։ Նիկոլ Փաշինյանը մտածեց, որ այս ռուսները զորախումբ են տեղավորել խաղապահ։ Հիմա թույլ են գնան, ոնց ուզում են հարցը լուծեն, այսպես կոչված զբրոս նագրուսկի, այսինքն այդ բերից մի հատ ազատվեն։ Եվ հիմա խոստովանում է, չէ՞, հիմա ասում է ամեն ինչ մասին։ Որ դա մենք Ղարաբաղը տալով ձեռք ենք բերել Հայաստանի անկախությունը։